Երկու դեռահաս հարձակվել են Սան Դիեգոյի իսլամական կենտրոնի վրա, հարձակվողները 3 հոգու սպանել են, իսկ հետո ինքնասպան են եղել մեքենայի մեջ։ Ոստիկանությունը դեպքը քննում է որպես հանցագործություն ատելության հողի վրա։ Հարձակվողները եղել են 17 ու 18-ամյա տղաներ, մինչ հարձակումը նրանցից մեկի մայրը ահազանգել էր ոստիկանությանը։ Նա հայտնել էր որդու, մեքենայի և զենքերի անհետացման մասին։ Ավելի ուշ իրավապահները մեքենայում հայտնաբերել են հակաիսլամական գրություններ, քաղաքի ոստիկանապետը դեպքը ցնցող է անվանել։ Նա հայտնել է, որ զոհերից մեկը եղել է մզկիթի պահակը, մզկիթի իմամը կոչ է արել հասարակությանը տարածել սեր, նրա խոսքով մզկիթը աղոթատուն է, ոչ թե մարտադաշտ։ Թրամփը ևս գիտի կատարվածի մասին, նա միջադեպը որակել է սարսափելի իրավիճակ։ Ամերիկյան իսլամական հարաբերությունների խորհուրդը դատապարտել է այս բռնությունը։ Տարվում են հետաքննչական աշխատանքներ, կենտրոնը այժմ փակ է։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Թրամփը հետաձգեց պատերազմը հանուն մեծ գործարքի, ինքնաթիռի ողբերգական կործանումը հրդեհել է Նյու Մեքսիկոն։ Հրդեհների մի ողջ շարք Լոս Անջելեսում, հազարավոր մարդիկ տարհանման վտանգի տակ են։ Էբոլան կրկին սպառնում է աշխարհին, այս անգամ Աֆրիկայից։ Այս անգամ էլ փրկվեցինք, հերթական խոշոր աստերոիդն է շատ մոտիկ անցել երկիր մոլորակի կողքով։ Պատասխանատվությունից չեն փրկվել մի քանի տասնյակ հանցագործներ, ձերբակալությունների ալիք Կալիֆոռնիայում և թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի հետաքրքիր բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, ինչպես միշտ ձեզ կներկայացնենք Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները, մինչ այդ երկու վիճակագրական տվյալ մեր YouTube-յան ալիքի մասին։ Glendale News-ի դիտողների ավելի քան 70%-ը ալիքին բաժանորդագրված չեն։ Առաջարկում եմ դուք էլ միանաք մեզ ու միասին հատենք 15,000 բաժանորդի սահմանը։ Դուք կշահեք ամեն օր որակյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, իսկ մենք կշահենք ձեր ներկայությունը ու առաջ կգնանք միասին, նաև ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու մեկնաբանությունը հաշվի առնելով, իսկ հիմա օրվա թեմաների մասին Թրամփը հայտարարել է, թե չեղարկել է Իրանի դեմ պլանավորված հարձակումը։ Նա այդ քայլին գնացել է բանակցությունների հույսով և Միջին Արևելքի ղեկավարների հորդորները լսելով։ Թրամփը հայտնել է, որ շատ ընդունելի գործարք է հասունանում։ Այն ենթադրում է Իրանի համար միջուկային զենքի բացառում։ Հակադարձել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, նշելով, որ Թեհրանը սպառնալիքներից չի վախենում, նրա խոսքով բանակցությունների գործընթացը շարունակվում է։ Իրանն արդեն ուղարկել է իր նոր առաջարկները։ Թեհրանը պնդում է, որ խաղաղ միջուկային ծրագրի իրավունք ունի։ Կողմերը դեռ հեռու են վերջնական համաձայնությունից։ Զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունների Բարաքա ատոմակայանի վրա եղել է անօդաչուի հարձակում։ Սա լրացուցիչ լարվածություն է ստեղծել տարածաշրջանում։ Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3000-ի։ Հորմուզի նեղուցը փաստացի փակ է մնում, իսկ էներգակիրները շարունակում են թանկանալ։ Պատերազմի ու խաղաղության հարցում Թրամփը չի շտապում, հայտարարել է, որ սպասում է Իրանից ավելի լավ առաջարկի։ Նյու Մեքսիկոյի լեռներում բժշկական ինքնաթիռի վթարը հրդեհի պատճառ է դարձել։ Վթարը խլել է 4 մարդու կյանք։ Օդանավը թռչում էր Ռուզվելտից դեպի Սիերա Բլանկա։ Զոհվել են 2 օդաչուները և 2 բուժքույրերը։ Իշխանությունները հետաքննում են վթարի հանգամանքները։ Վթարից առաջացած հրդեհը արագ տարածվել է հանգստյան օրերին, այժմ այրվում է ավելի քան 19 քառակուսի մղոն տարածք։ Կրակի դեմ պայքարին մասնակցում են 600-ից ավելի հրշեջներ, տեղանքը խիստ դժվար անցանելի է։ Հնարավոր չէ ուղղակի մոտենալ ու մարել կրակը։ Հրշեջները փորձում են պաշտպանել մոտակա ագարակները։ Որոշ բնակավայրեր արդեն հայտնվել են վտանգի տակ։ Նյու Մեքսիկոյի հարավում գործում է կարմիր դրոշի զգուշացում։ Քամու արագությունը հասել է ժամում 30 մղոնի, փակված են Լինքոլն ազգային անտառի որոշ հատվածներ։ Թողարկման այս հատվածում ևս մի քանի լուր ունենք հրդեհների մասին։ Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը մոտեցել է բնակավայրերին և արդեն հարյուրավոր տներ են հայտնվել իրական վտանգի գոտում։ Անտառային հրդեհը տարածվել է Սիմի Վելի բլուրներում, այն գտնվում է Լոս Անջելեսից 30 մղոն հեռավորության վրա։ Հազարավոր մարդիկ ստացել են տարհանման հրաման։ Հրդեհը կլանել է 1300 ակր չոր տարածք։ Կրակի դեմ պայքարում են 500 հրշեջ։ Արդեն 6 ուղղաթիռ են ներգրավվել ու մի քանի ինքնաթիռ։
Հրդեհը մոտեցել է նաև Ռոնալդ Ռեյգանի գրադարանին, այն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Դպրոցները ևս հայտնվել են կրակի վտանգի տակ։ Սիմի Վելիի ուսումնական շրջանը չեղարկել է դասերը։ Քրեսթվյուի աշակերտներին տեղափոխել են Սիմի Վելիի ավագ դպրոց։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։ Կրակի տարածմանը նպաստում են ժամում 30 մղոն հասնող արագությամբ ուժեղ քամիները։ Տարհանման ենթակա բնակիչների հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Միաժամանակ հրդեհներ են գրանցվել նաև Սանտա Ռոզա կղզում, այն Կալիֆոռնիայի ափամերձ կղզիներից մեկն է։ Կրակը ոչնչացրել է տնակ եւ սարքավորումների պահեստ։ Տարհանվել են ազգային պարկի 11 աշխատակիցներ, այս տարածքը հայտնի է արշավային զբոսաշրջությամբ։ Հրշեջները շարունակում են պայքարը կրակի դեմ։ Ընթացիկ տարում Կալիֆոռնիայում այրվել է 18340 ակր տարածք։ Սա ավելի քիչ է, քան նախորդ տարի, սակայն վտանգը դեռ շարունակում է մնալ բարձր։ Հրդեհի մեկ այլ օջախ է բորբոքվում Լոս Անջելեսի ազգային պարկում, այն տարածվում է Բուրո լեռան մերձակայքում, կրակը արդեն կլանել է 30 ակր տարածք։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, կրակը դեռևս մեկուսացված չէ։ Մի քանի գոտիներում հայտարարվել է տարհանման հրաման, այդ գոտիներն են Մեյեր, Չիզբորո և Բուրո Ֆլետս կիրճերը։ Բել Քանյոնի 5 գոտիներում գործում է նախազգուշացում, իշխանությունները հորդորում են լքել այդ տարածքները։ Բնակիչներին կոչ են անում հեռանալ անհապաղ ու հեռացնել ընտանի կենդանիներին։ Տարհանման հրամանը պայմանավորված է կյանքի հնարավոր սպառնալիքով, նշում են պաշտոնյաները։ Կրակը դեռ Լոս Անջելեսին չի հասել, բայց ծուխն արդեն խեղդում է Սիմի Վելիի հրդեհից եկող ծուխը հասել է քաղաք։ Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը նախազգուշացում է տվել։ Սան Ֆերնանդո հովտում ծխի հոտը ակնհայտ զգացվում է։ Եթե հրդեհը շարունակվի, օդի որակը կարող է վատթարանալ, շուրջ 28000 բնակիչներ դեռ տարհանման հրամանների տակ են։ Հարավային Կալիֆոռնիայի օդի որակի կառավարման շրջանը խորհուրդ է տալիս զգույշ լինել։ Կալաբասասի, Մալիբուի և Pacific Palisades-ի հատվածներում օդը կդառնա առողջության համար վտանգավոր։ Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը, սահմանափակել տեղաշարժը, փակ պահել պատուհաններն ու դռները, օդի մաքրիչ սարքերի օգտագործումը խիստ ցանկալի է։ ԱՄՆ-ն դարձել է հակասական եղանակային պայմանների թիրախ, երկրում միաժամանակ տիրում են սարսափելի շոկ, տորնադոներ և ձյուն։ Կենտրոնական շրջաններում մոլեգնում են ուժեղ փոթորիկները, Թեքսասից մինչև Միչիգան 46 միլիոն մարդ վտանգի տակ է։ Նեբրասկայում, Քանզասում, Այովայում և Մինեսոտայում գրանցվել են տորնադոներ, տուժել են բազմաթիվ տներ, ավերվել են տանիքներ, Ինդիանայում նույնպես նկատվել են պտտահողմեր։ Հյուսիսարևելյան շրջաններում ջերմաստիճանը գերազանցում է նորման, Վաշինգտոնում և Նյու Յորքում սպասվում է մինչև 36 աստիճան շոգ։ Քաղաքներում հայտարարվել է ջերմային առաջին ահազանգը։ Կոլորադոյում իրավիճակը ավելի տարօրինակ է։ Մի մասում բռնկվել է անտառային հրդեհներ, մյուս մասում Դենվերի մոտ տեղում է ձյուն։ Վայոմինգում գործում է ձմեռային եղանակի նախազգուշացումներ։ Թեքսասի և Օկլահոմայի մի շարք հատվածներում առկա է հրդեհի վտանգի բարձր աստիճան։ Քամու ուժգնությունը հասնում է ժամում 30 մղոնի։ Խոնավությունը արագացնում է կրակի տարածումը, շարփ հրդեհն արդեն կլանել է ավելի քան 28000 ակր տարածք։ Եղանակային այս տարօրինակ ճգնաժամը շարունակվելու է մինչև շաբաթվա կեսը, զգուշացնում են մասնագետները։ Էբոլայի նոր բռնկումը սարսափ է տարածում աշխարհում, վարակը հայտնաբերվել է Կոնգոյում և Ուգանդայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, արձանագրվել է ավելի քան 300 կասկածելի դեպք։ Մահացության թիվը հասել է 88-ի, վիրուսը փոխանցվում է մարմնական հեղուկների միջոցով, այն շատ վարակիչ է ու մահացու։ Վարակվածների թվում նաև մեկ ամերիկացի կա, նա և 6 այլ անձինք կտեղափոխվեն Գերմանիա անհրաժեշտ բուժօգնության համար։ Մասնագետները նշում են, որ սա սարսափելի իրավիճակ է, վիրուսի դեմ դեռ չկա հաստատված պատվաստանյութ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի օջախ է ուղարկել բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Փորձագետները սակայն դժգոհում են միջազգային աջակցության պակասից։ ԱՄՆ-ն ժամանակավորապես սահմանափակել է մուտքը որոշ երկրներից, մի շարք ուղղություններով վիզաների տրամադրումը դադարեցված է։ Կոնգոն փակել է Ռուանդայի հետ իր սահմանը։ Տեղում աշխատում են բազմաթիվ կազմակերպություններ, իրավիճակը մնում է չափազանց լարված ու անորոշ, դեռ հստակ չէ, արդյոք կհաջողվի մեկուսացնել Էբոլայի նոր օջախը և խուսափել լայնամասշտաբ բռնկումներից։
Տեղեկությունները, որ ICE գործակալները կարող են ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Կալիֆոռնիայում լուրջ մտահոգություն է առաջացրել։ Սա լուրջ անհանգստություն է պատճառում տեղի վաճառողներին, նրանք կանգնած են ընտրության առջև։ Անվտանգություն թե եկամուտ, շատերը մտածում են վաճառքի մասին, բայց վախենում են ձերբակալվել։ Ինգլվուդի SoFi մարզադաշտի աշխատողները նույնիսկ սպառնում են գործադուլով, նրանք պահանջում են մարզադաշտից հեռացնել գործակալներին։ Արմիությունները բողոքել են նաև FIFA-ի կողմից տվյալների հավաքագրման դեմ։ Մարդիկ վախենում են, որ իրենց անձնական տվյալները կփոխանցվեն իշխանություններին։ Խնդիրն այն է, որ վաճառողներից շատերը չունեն օրինական կարգավիճակ, սակայն նրանք ստիպված են ռիսկի դիմել գոյատևելու համար։ Համայնքային խմբերը փորձում են կազմակերպել անվտանգ վայրեր առևտրի համար։ Նրանք աշխատում են քաղաքային իշխանությունների հետ լուծումներ գտնելու համար։ Նպատակն է պաշտպանել խոցելի խմբերին։ Հանրային պաշտպանության փաստաբանները ծրագրում են դասընթացներ վաճառողների համար։ Նրանք պետք է իմանան իրենց իրավունքները ICE գործակալներին հանդիպելու դեպքում։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ստեղծել է հսկայական հիմնադրամ, ընդհանուր գումարը կազմում է մոտ $800 միլիոն։ Սա տեղի ունեցավ Թրամփի հայցը հետ կանչելուց հետո։ Նա դատի էր տվել հարկային ծառայությանը, խնդիրը եղել է հարկային տվյալների արտահոսքը։ Թրամփն ու իր ընտանիքը հրաժարվել են հայցից։ Այս գումարները կտրամադրվեն պետության կողմից տուժած անձանց, այդ թվում նաև հայտնի հունվարի 6-ի գործով անցնողները ավելի քան 1600 անձ։ Թրամփը դա համարում է օգնություն պետության կողմից վատ վերաբերմունքի արժանացածներին։ Հիմնադրամը կգործի մինչև 2028 թվականի դեկտեմբերի 15-ը։ Դեմոկրատները սուր քննադատել են այս նախաձեռնությունը, նրանք այն անվանել են կոռուպցիայի նոր օրինակ, երբ Թրամփը պետական միջոցների հաշվին պարգևատրում է սեփական աջակիցներին։ Իրավաբանները այս հայցը համարել էին նախադեպը չունեցող։ Նախագահը դատի էր տվել իր իսկ ղեկավարած գերատեսչությանը, դատարանը արդեն փակել է գործը։ Երկուշաբթի տիեզերական հերթական վտանգավոր հյուրը շատ մոտիկ անցավ երկիր մոլորակի կողքով, նոր հայտնաբերված աստերոիդը անցման պահին ավելի մոտ էր երկրին, քան լուսինը։ Աստերոիդը 62 ոտնաչափ լայնություն ուներ, այն ստացել է 2026 GH2 անվանումը։ Գիտնականները այն հայտնաբերել են ընդամենը մեկ շաբաթ առաջ, այն անցել է երկրից ընդամենը 57,000 մղոն հեռավորության վրա եւ երևացել է անգամ սիրողական փոքր աստղադիտակներով։ Աստերոիդը հայտնաբերել են Արիզոնայի լեռներում գործող աստղագետները։ ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան նույնպես գրանցել է այն։ Նման չափի օբյեկտի այդպիսի մոտ անցումը հազվադեպ է։ 2013 թվականին Ռուսաստանում պայթած Չելյաբինսկի երկնաքարը ավելի փոքր էր։ Այն մեծ վնաս էր պատճառել շրջակայքի քաղաքներին։ Գիտնականները արդեն նախապատրաստվում են հաջորդ կարևոր հանդիպմանը։ Ապոֆիս կոչվող հսկա աստերոիդը կմոտենա 2029 թվականին, այն 1200 ոտնաչափ լայնություն ունի եւ կանցնի երկրից ընդամենը 20,000 մղոն հեռավորությամբ։ Իլոն Մասկը պարտվեց OpenAI-ի դեմ իր դատական գործում, երդվյալների դատարանը մերժեց նրա հայցը Սեմ Ալթմանի դեմ։ Պատճառը հայցի ուշացումն էր, Մասկը չափից շատ էր ձգձգել դատարան դիմելը։ Ըստ երդվյալների Ալթմանը եւ գործընկերները պատասխանատվություն չեն կրում։ Microsoft-ի դեմ հայցը նույնպես մերժվեց։ Այս որոշումը միաձայն էր եւ կայացվել էր համեմատաբար արագ, ընդամենը 2 ժամում։ Դատարանը պաշտպանեց OpenAI-ի ներկայիս կարգավիճակը, ընկերության արժեքը գնահատվում է $852 միլիարդ։ Մասկը դատարանում պնդում էր, թե վստահել է Ալթմանին։ Իրավաբանները հակադարձել են, որ նա հայցը ներկայացրել է մրցակցին վնասելու համար։ Մասկը X-ում գրել է, դատարանն ու երդվյալները չեն քննել գործիեությունը։ Նրա խոսքով խնդիրը միայն օրացույցային տեխնիկական հարցն էր։ OpenAI-ի փաստաբանը գոհունակություն է հայտնել, նրա կարծիքով ապացույցները շատ վճռական էին։ Մասկի փաստաբաններն էլ հայտարարել են բողոքարկման մտադրության մասին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Կալիֆոռնիայում իրավապահները ձերբակալել են ավելի քան 70 մարդու, հատուկ գործողությունը տևել է մեկ շաբաթ, ոստիկանները առգրավել են տասնյակ հրազեններ, գտնվել են նաև մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Իրավապահները կատարել են 14 խուզարկություն տարբեր համայնքներում։ Գործողությունը տարածվել է Ֆոնտանայից մինչև Լոս Անջելեսի շրջանի Սանտա Քլարիտա։ Ձերբակալվածների թվում կան ծանր եւ թեթև հանցագործություններ կատարած անձինք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 39 ծանր հանցագործության ձերբակալություն, խուզարկություն ժամանակ հայտնաբերվել է 66 հրազեն։ Ձերբակալվածների ինքնությունը դեռ պաշտոնապես չի բացահայտվել։
Անհատույց բարություն արած անձը 2 ամիս անց հենց ինքն է դարձել հաղթող ու շահել տասնապատիկ անգամ ավելի մեծ գումար։ Դեպքը տեղի ունեցել Քարոլինայում։ Տղամարդը գտել էր $500 շահող տոմս։ Այն ընկած է եղել գազալցակայանի հատակին։ Տղամարդը տոմսը հանձնել էր խանութի կառավարչին, նա խնդրել էր գտնել իրական տիրոջը։ Երբ տերը հայտնվեց, տղամարդը վերադարձրեց կորուստը։ Մոտ 2 ամիս անց ապրիլի վերջին նա ինքը վիճակախաղի տոմս գնեց։ Երջանիկ տոմսը բարի մարդուն բերեց $586,000 հսկայական շահում։ Նա շահել էր նույն գազալցակայանում։ Հաղթողը ցանկացել է մնալ անանուն։ Խաղաղ օվկիանոսի աննախադեպ տաքացումը փոխել է ձկնորսության կանոնները։ Սա պաշտպանում է վերացման վտանգի տակ հայտնված ծովային կրիաներին։ Կենսաբազմազանության կենտրոնը պահանջել է արգելել ձկնորսությունը մինչև հունիսի 1-ը։ Ձկնորսական ցանցերը պետք է հեռացվեն։ Դա կկանխի Կալիֆոռնիայի ջրերում սնունդ փնտրող կրիաների պատահական որսը։ Ձկնորսական լողացող ցանցերը մեծ վտանգ են ներկայացնում ծովային կենդանիների համար։ Այդ ցանցերը կարող են հասնել 10 կիլոմետր երկարության։ Խաղաղ օվկիանոսի կրիաների պահպանության գոտին կկազմի 25,000 քառակուսի մղոն։ Այն կգործի հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին։ Իշխանությունները պլանավորում են 2027 թվականին ամբողջությամբ հանել այդ ցանցերը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, թողարկումը կշարունակի Մանու Հարությունյանը Քրքրքոյանի մասին հետաքրքիր բացահայտումներով։ Աղքատներ գաղթյալի զավակից մինչև համաշխարհային մեծահարուստ։ Այս ճանապարհն է անցել հռչակավոր ամերիկահայը, որի մասին այսօր պատմելու եմ։ Բարև ձեզ, Քրքրքոյանի պատմությունը զարմանալի է անգամ ամերիկյան մասշտաբներով։ Աղքատ հայ ներգաղթյալների ընտանիքում ծնված տղան դարձավ Լաս Վեգասի գլխավոր ճարտարապետներից մեկը։ Նա կառուցեց աշխարհի ամենամեծ հյուրանոցները եւ վերահսկեց միլիարդավոր դոլարների բիզնեսներ, բայց ամենազարմանալին այն է, որ այս մարդը մինչև կյանքի վերջ խուսափում էր փառքից ու տեսախցիկներից։ Քրքրքոյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում։ Նրա ծնողները հայոց ցեղասպանությունից փրկված արևմտահայեր էին։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է բռնցքամարտով եւ ստացել Rifle Right Քրքորյան մականունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է ռազմական օդաչու եւ վտանգավոր թռիչքներով ինքնաթիռները տեղափոխել Եվրոպա։ Այդ փորձն էլ հետագայում ձևավորեց նրա բիզնես մտածողությունը ռիսկի ու հաշվարկի եզակի համադրությամբ։ Քրքորյանի հաջողությունը միանգամից չի ծնվել, նա չի ավարտել համալսարան եւ երբեք չի ներկայացել որպես ինտելեկտուալ գործարար, բայց նա ուներ բացառիկ ձիրք հասկանալու թե որտեղ է ապագան։ Այդ ձիրքը նրան տարավ դեպի ավիացիա, հետո կինոարտադրություն, իսկ վերջում դեպի Լաս Վեգաս, որը դեռ նոր էր սկսում դառնալ զվարճանքի համաշխարհային մայրաքաղաք։ 1940-ականներին Քրքորյանը փոքր ավիաընկերություն հիմնեց եւ սկսեց չարտերային թռիչքներ իրականացնել Լաս Վեգաս։ Նա արագ հասկացավ, որ քաղաքը մեծ ապագա ունի։ 1960-ականներին արդեն ներդրումներ էր անում խաղատների ու հյուրանոցների ոլորտում։ Նրա կառուցած International Hotel-ը ժամանակին աշխարհի ամենամեծ հյուրանոցն էր։ Ավելի ուշ նա ստեղծեց MGM Grand-ը, որը դարձավ Լաս Վեգասի խորհրդանիշներից մեկը։ Քրքրքորյանի անունը հաճախ կապում են միայն խաղատների հետ, բայց իրականում նա շատ ավելի լայն ազդեցություն է ունեցել։ Նա ներդրումներ է կատարել կինոարտադրության, ավտոարդյունաբերության եւ ֆինանսական ոլորտներում։ Նրա ամեն քայլը հաշվարկված էր, բայց նաեւ համարձակ։ Շատ գործարարներ նրան անվանում էին մարդ, ով տեսնում է շուկան մյուսներից 10 տարի առաջ։ Քրքորյանը մի քանի անգամ ձեռք բերեց ու վաճառեց Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան եւ մասնակցեց Հոլիվուդի խոշոր վերափոխումներին։ Նա խոշոր բաժնեմասեր ուներ նաեւ Ford Motor Company եւ Chrysler ընկերություններում։ 2000-ականներին նրա կարողությունը գնահատվում էր ավելի քան $15 միլիարդ։ Չնայած այդ հարստությանը նա ապրում էր համեմատաբար փակ կյանքով եւ հազվադեպ էր հարցազրույցներ տալիս։ Սակայն Քրքորյանի պատմությունը միայն բիզնեսի մասին չէ։ Նրա կյանքում առանձնահատուկ տեղ ուներ հայկական ինքնությունը։ Թեև չէր սիրում հրապարակային ելույթներ, Հայաստանի հետ նրա կապը շատ խորն էր, ու նա երբեք դա չէր թաքցնում։ Հատկապես անկախությունից հետո նա դարձավ այն մարդկանցից մեկը, որը իրական աջակցություն ցույց տվեց Հայաստանին ամենաբարդ տարիներին։
2000 թվականին Քրքոյանը ստեղծեց Lindsay Foundation բարեգործական հիմնադրամը, որը Հայաստանին տրամադրեց 100 միլիոնավոր դոլարներ։ Այդ միջոցներով վերանորոգվեցին ճանապարհներ, դպրոցներ եւ հիվանդանոցներ։ Հիմնադրամը մեծ դեր ունեցավ նաեւ Գյումրիի երկրաշարժից հետո վերականգնման ծրագրերում։ Քրքոյանը աջակցում էր հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնություններին ԱՄՆ-ում ու Հայաստանում։ Նրա բարեգործական գործունեությունը հաճախ իրականացվում էր առանց ավելորդ հրապարակայնության։ Քրքորյանի մասին խոսելիս շատերը հիշում են միլիարդները, հյուրանոցները եւ գործարքները, բայց նրան ճանաչողները հաճախ ասում էին մեկ այլ բան. նա չափազանց կարգապահ, լուռ եւ համեստ մարդ էր։ Նա չէր սիրում շքեղ հանրային կյանքը եւ նույնիսկ խուսափում էր միլիարդատեր բառից։ Հավանաբար հենց այդ հակասությունն էլ նրան դարձրեց եզակի կերպար ամերիկյան բիզնես պատմության մեջ։ 2015 թվականի հունիսի 15-ին Քրքոյանը մահացավ Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում։ Նրա մահից հետո ամերիկյան մամուլը նրան անվանեց Լաս Վեգասի վերջին մեծ տեսաբաններից մեկը։ Շատ պատմաբաններ նշում են, որ առանց Քրքոյանի ներդրումների Լաս Վեգասը դժվար թե դառնար համաշխարհային զբոսաշրջության կենտրոն։ Նրա անունը մինչ օրս կապված է ամերիկյան ձեռնարկատիրության ամենախոշոր հաջողությունների հետ։ Քրքորյանը երբեք իրեն հերոս չէր ներկայացնում, նա պարզապես աշխատում էր, ռիսկի դիմում եւ կառուցում, բայց նրա անցած ճանապարհը դարձավ մի ամբողջ սերնդի ներշնչման աղբյուր, հատկապես սփյուռքահայերի համար։ Աղքատներ Գաղթյալի որդին կանխորոշեց ամերիկյան մի ամբողջ քաղաքի ճակատագիր եւ միաժամանակ չմոռացավ իր արմատները։ Թերևս հենց դա է նրա ամենամեծ ժառանգությունը եւ ուղերձը նոր սերնդի ամերիկահայ գործարարներին։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հողումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։